Երկրի վրա քայլող քաջառույցները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Արմենակ Մեհերսի Ուրֆանյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում։ 1992 թվականին, երբ դեռ 2 տարեկան էր, ընտանիքով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն։ Համեստ երեխա էր, գրագետ, ուշիմ, խելացի, բայց չէր սիրում աչքի ընկնել։ Երբ նկարվում էր, անպայման պետք է որևէ հերոսի հագուստով լիներ։ Սիրում էր։ Դեռևս մանկուց էր ենթագիտակցությունը թելադրում, որ նա պիտի հերոս լինի։ Իսկ ինքն այդ ենթագիտակցության չանցալ չէր կարող։ Դպրոց գնացել է 1997 թվականին և միշտ առանձնացել է լեզուների իմացությամբ, սակայն որոշել է սպորտով զբաղվել, հաճախել է սամբոյի, ապա ձյուդոյի, հետո լողի, նաև բասկետբոլի, սակայն շեշտը դրել էր թեքվանդոյի վրա։ 2006-ին 15 տարեկանում Ռուսաստանից հատուկ եկել է Հայաստան, որ մասնակցի մրցումների, և դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, ուներ սև գոտի։ 2006-ից 2011 թվականներին սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ավարտելով ինքնակամ ծառայության է անցել Արցախում, Մարտակերտի Էն զորամասում։ 2015 թվականին ստացել է կապիտանի կոչում, նաև հրաձգային վաշտի հրամանատարն էր առաջնագծում։ Միշտ ուշադիր էր իր հրամանատարության տակ ծառայող զինվորներին, և խիստ էր և հոգատար։ Միշտ սովորեցնում էր ինչպես անել, ինչպես դուրս գալ անելանելի վիճակից։ Նաև սովորեցնում էր ինչ էլ լինի գերի չընկնել։ Բազմիցս է ասել. եթե դիվերսիա լինի, հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է։ 5 տարի սկսած դասակի հրամանատարությունից մինչև կապիտանի կոչում հակառակորդի դիվերսիաներ է կանխել։ 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը նա Մարտակերտի Էն մարտական դիրքում էր, առաջնագծում։ Հակառակորդի դեմ քաջաբար է մարտնչել։ Անհավասար մարտ է եղել, բայց նա կռվել է հանձնազոհաբար մինչև վերջ չհանձնվելով ու մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները։ Իր վաշտի տղաներով մարտի էին բռնվել հակառակորդի հետ։ Այն երկար էր տևել։ Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հրամայել էր հետ քաշվել, իսկ ինքը շարունակել էր մարտը մենակ, խոցելով թշնամու 1 MP տեսակի ական հանող տանկ և մոտ 10 զինվոր։ Այդ մեկ տանկը խոցելով նա փակել էր 50 տանկի ճանապարհ, և հենց սրանով է, որ նա հերոսի անուն է ձեռք բերել։ Քաջաբար է ընդառաջ գնացել սեփական մահվանը, որ չխարանի իր և իր ազգի անունն ու պատիվն իր գերեվարվելով։ Ընկնելով շրջափակման մեջ, գերի չընկնելու նպատակով վերջին նռնակով պայթեցրել է իրեն, իր հետ պայթեցնելով մոտեցող հակառակորդին։ Փառք նրան և նրա սխրանքին։ Խոնարհվում եմ նրա քաջության ու անվեհեր քայլի առաջ։ Արմենակ Ուրֆանյանն ընկավ, նահատակվեց։ Հավերժացավ հանուն հայի, հանուն իր ազգի, անմահացավ ու դարձավ հավերժի ճամփորդ։ Նա այնքան սիրեց Մարտակերտը, որ այն առավ իր սրտի մեջ։ Հերոս Արմենակ Ուրֆանյանը 2016 թվականի մայիսի 28-ին հետմահու պարգևատրվել է ՀՀ պետական առաջին աստիճանի մարտական խաչ շքանշանով, ինչպես նաև Արցախի պետական առաջին աստիճանի մարտական խաչ շքանշանով։ Իսկ 2020 թվականի օգոստոսի 29-ին Արցախի անկախության 29-ամյակին ընդառաջ արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչմանը պարգևատրվելով ոսկե արծիվ շքանշանով։ Մեր հերոսն ընկերուհի ուներ, պատրաստվում էին ամուսնանալ ու նոր ընտանիքի հիմքեր գցել։ Սիրում էր Մարտակերտի ամեն քարն ու թուփը, բոլոր ընկերներն այնտեղ էին, մարտակերտցիներն էլ իրեն էին սիրում։ Երբ ծնողները, հարազատները նրան հյուր էին գնացել, հյուրանոցի աշխատակցուհին մի դեպք պատմեց։ Ամուսինը հաշմանդամություն ուներ, ինքն էլ ամեն իրիկում մենակ էր տուն գնում։ Արմենը զանգել էր այդ կնոջ ամուսնուն ու ասել, որ իրեն պետք է շտապ Ստեփանակերտ տանի։ Երբ ամուսինը հասել էր հյուրանոց, Արմենս ասել էր. «Դե կնոջդ տուն տար»։ Ահա այսպիսին էր մեր քաջ հերոսը, սխրագործ Արմենակ Ուրֆանյանը, ով կհիշվի հավերժ և ում առաջ ցաված սրտով խոնարհվում եմ և մեծ հպարտությամբ պատվի առնում։ Պատիվ ունեմ։